Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրու համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն իր քարոզարշավի մեկնարկը սկսեց հարազատ Գյումրու երկաթգծի Նորավան թաղամասից։ Այստեղ Սարիկ Մինասյանին ճանաչում էին բոլորը։ Այսօր մեր քարոզարշավի առաջի օրն է ու 14 օր սպես համախմբված բոլորս միասին դերտանք դեպի հաղթանակ։ Այն բոլորիս արած աշխատանքի արդյունքում մեր քաղաքը ունենա մեր Սարիգի պես լավ քաղաքապետ ու մեր քաղաքի բնակիչները պետք է ունենան այն քաղաքը, որի մասին երազել են։ Շնորհակալ եմ։ Այսօր առաջի օրը որոշել ենք սկսել մեր թաղից, Գծեդևից, իմ թաղս է ծայրամասային թաղամաս է Գծեդևը, 1-2 փողոց է մնացել, դրանք էլ կասֆալտապատվեն, շենքերի բագերը բոլոր մենք բարեկարգենք, մաքրենք, մնացած այդ հին տնագներից, ժանգոդած ավտոտնագներից։ Համայնքապետի թեկնածուն եւս մեկ անգամ շրջեց հարազատ թաղամասում, լսեց բնակիչների հոգսերն ու խնդիրները։ Բնակիչները համոզված են, Սարիկ Մինասյանը միակ թեկնածուն է, ով կկարողանա կառավարության հետ համատեղ լուծել Գյումրիում ծառացած շատ խնդիրներ։ Քաղաքին տեր է լինում, ամեն հարցին լուծում է տալիս, նրա խոսքը գործ է, աղջիկ ջան։ Սարիկ Մինասյանի խոսքը գործ է, ինչ ասել այն էլ կատարել է։ Ընտրում ենք որպես քաղաքապետ, աղջիկ ջան։ Այո, Սարիկ Մինասյան, մեր քաղաքապետն է։ Շատ լավ մարդ է, տեսնող աշխատող թասիվով մարդ է, ընդիպես, ես էլ եմ աշխատող, իշխոր, հա, ու լավ է, փառք Աստծո, բարելավ է գա։ Մենք ենք ձեզի գրել։ Հա? Լադիկը ինքն է։ Հա, դու էիր որ խոսքի հետևի պիտի գայ ծեր բագը, չէ։ Դե քելես Հովիտ գյուղը կապրեք։ Չէ։ Քելես դա։ Որ կարել էր հետո ես ասեցի որ բանը զանգին ձոր կանք ձեր հայատը չի չզանգիր։ Առաջնորդվելով Սարիպես Գյումրու թիկունքին կարգախոսով համայնքապետի թեկնածուի քարոզարշավի հաջորդ կանգառը Նորավան թաղամասում էր։ Այստեղ եւս Սարիկ Մինասյանը շրջեց թաղամասով, խոսեց բնակիչների հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Ստեղից պիտի անցնեմ։ Բարև ձեզ։ Շատ լավ մարդ է։ Շատ լավ հարևան, շատ լավ բարեկամ։ Ինչ եմ, ես իրան այսպես վաղտից գիտեմ, մինչև հիմի այդ մարդու մասին ես չեմ կրնա մի ադմ վատ բան ասեմ։ Աշխատասերել տղա է։ Չեմ գտնի ուրիշ արժան, ինքը ավել լավ է։ Անպայման գնալու եմ ընտրեմ համար մեկը։ Թափառող շների հարցը, տարիներ շարունակ անբարեկարգ մնացած փողոցները, խաղահրապարակների բացակայությունը, թաղամասերում լուսավորության խնդիրները եւ մի շարք այլ հարցեր, որոնք մտահոգում էին բնակիչներին, ներկայացվեց թեկնածուին Սարիկ Մինասյանին։ Վերջինս խոստացավ ընտրվելու պարագայում հնարավորինս աչադուրժ լինել դրանց։ Սարիկ Մինասյանին ում դրենք, ամենալավ մարդում, արժանիք ունեցող, մեծ արժանիքներ ունի։ Ուրիշ լավը չկա, լավ, այսօր լավ մարդ չկա։ Էնդից երելեն է խուժանի թախում է։ Չիդես դոնց է Անդերսուն Թուրքի մայլի անուն ինչ էր էդոր։ Հիմա միայն տեսնում եք Սարիկ Մինասյանին։ Այո, այդ մարդ չկա։ Մարդենիքս եմ ուրիշ մարդու կնդրեմ, մեր մարդ չկա այդտեղ։ Չկա նոր նարկաման, խուժան։ То если меньше сахали англичелой պես ելեն մեյդան։ Խոսքում կակսի շունը շավի կադում վարդի, կակի ելել են դուս։ Մեզի ընդրեք, դու ծերին ճուն ընդրեն։ Ձեզի ընդրին տեսան ինչ թալնիկ, ինչ թալանի ենտարգեցիք, դու ինչ երերիք, հմել ինչ ենեն։ Քարոզարշավի առաջին օրը Սարիկ Մինասյանը հանդիպեց նաև Գյումրու ստրոյմաշինա թաղամասի բնակիչների հետ։ Թեկնածուն այստեղ եւս ներկայացրեց իր նախընտրական ծրագրերը։ Խոստացավ կառավարության աջակցությամբ ավարտին հասցնել փողոցների լայնածավալ հիմնանորոգումը։ Միաժամանակ բարեկարգել մայթերն ու մայթեզրերը, լուծել թափառող շների հարցը, ներդնել էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, շարունակաբար բարելավել աղբանության եւ սանիտարական մաքրման ծառայության որակը։ Մարդը իր խելքով կրնա հաջողության հասնել։ Ուրիշ շեշմեծևին չի հեռնի։ Եղա։ Ապրեք։ Բարև ձեզ։
ուրախ ենք։ Ես էլ եմ ուրախ։ Անտարբեր չեղնիկ, մեր երեխեքի աբագան ամեն մարդը չպետք է վստահենք։ Շնորհակալ ենք։ Լսում եմ։ Վերցրեք ծանոթանալ։ Խավարից ելանք 36 տարի։ Ցեխից եք էլի, քիչ կերնի, մեկից չեղնի, ժողովուրդ ջան։ Աղբաման ուրդեղ թաղի բնակիչներով որոշեցիք, ցույց տվեցիք, այդեղ կտնեք։ Աշխատանք, այո, հենց աշխատանքը նկատելի չէ, մակրությունը, չգիտեմ, ծրագրերը։ Հավատում ենք։ Սարի պես կանգնած է Գյումրվա թիկունքին, հույսով ենք ու վստահ ենք որ կլինի, թող լինի, առաջ Աստված։ Ամենակարևորը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։